Զորություն զոր աշխարհի զորայրին։ Իմ զորայր մեր հանրապետության հրապարակից համայն հայության այսին թիկունքի հետևում մեր հայ կառավարական շենքը, որտեղ այս տասնամյակները բազմած են օտարական քաղաքական դիվերսանտներ, կամենում եմ համայն արցախահայությանը առաջնահերթորեն եւ Արցախով մտահոգ համայն հայությանը հորդորել։ Այսօր եկել է ժամանակը ոչ թե անձերի, այլ հարց առաջ քաշելու եւ Արցախահայությունը ով ունի արժանապատվություն, խոսքը չի վերաբերվում մեկ կոպեկանոցներին, այլ արժանապատվությանն է վերաբերվում։ Պիտի առաջ քաշվի Արցախի իրավաչափության խնդիրը, քանզի բոլոր համաշխարհային սահմանադրության եւ ներքին սահմանադրության կանոնակարգմամբ Արցախի ճանաչման իրավունքը ուներ միայն ռեֆերենդումը, ու այս մի փաստը բավական է, որ ամբողջ կառավարական համակարգը ճանաչել հանցավոր, եւ եթե ուզում ենք հասնել իրավարար իրավաչափ հաղթանակի եւ թեր կանգնել մեր Արցախին եւ մեր հայրենիքին, հետեւաբար իրավաչափ պահանջ պիտի ձեռնարկենք, որովհետեւ նաեւ իրավապահ մարմիններին տանք հնարավորություն մեզ սատարել Արցախահայություն։ Իսկ եթե ես այլևս որևէ Արցախահայությանը տեսնեմ որևէ անձի սատարելուն, որևէ անձին ծառայելուն, ես ինքս այդ Արցախահայությանը նման Նիկոլների հետ կուղարկեմ անոտ տարածություն, որովհետեւ նման տագանքները հողի արժեքը անոտ տարածության մեջ հասկանան, թե ինչ է նշանակում ոտքի տակ հող ունենալ։ Իսկ ձեր նմանները համբարձվելու են անոտ տարածություն, բաց տիեզերք ենք ձեզ բոլորիդ համբարձելու, որովհետեւ հասկանաք հողի արժեքը, անհող անհայրենիք տագանքներ։ Իսկ Արցախահայությանը ու հայությանը հորդորում եմ հարցը Արցախի իրավաչափության առաջ ենք քաշում եւ ոչ իմ կողքը, ոչ քո կողքը, ոչ մյուսի Արցախի իրավաչափության հարցի շուրջը պիտի առաջնագիծ կանգնի Արցախահայությունը, իսկ Արցախահայության կողքը կկանգնի բոլոր արժանապատիվ հայ մարդիկ, բոլոր արժանապատիվ հայ մարդիկ։ Ու եկել է ժամանակը տարբերել հայերին այլերից, ու մենք հասկանանք հայեր սովկեր ենք եւ կորոշենք ինչպես վարվել այլերի հետ։ Այսօր առաջնահերթ Արցախի իրավաչափ խնդիրն է, որը Արցախի ինքնորոշումը միայն ռեֆերենդումը պիտի ճանաչի եւ մենք պիտի անցկացնենք ռեֆերենդում այս սարիգաներին բոլորին պաշտոնանք անելով, ճանաչելով մեր հայրենի հարազատ հայկական Արցախը։ Հազոր եղեք։